Պարոն Կարապետյան, Արմենիա թվեի սեպտեմբերից մինչև այս տարվա հունվար հարցումներին մասնակցած ավելի քան 2500 գյուղացիների պատասխաններից հստակ է, որ սոցիալական վիճակը վատ է։ Դուք նշել եք Հայաստանում 300,000 նոր աշխատատեղ ստեղծելու մասին, ըստ ձեր հաշվարկների դրանցից քանիսն են բաժին ընկնում հենց գյուղատնտեսության ոլորտին, ինչքանով է հնարավոր ավելացնել գյուղատնտեսությունից ստացվող եկամուտները եւ ինչ ժամկետների մեջ եք նախատեսում հասնել այդ արդյունքին, եւ ինչպես նաեւ որոնք են այն կոնկրետ քայլերը, որոնք թույլ կտան, որպեսզի գյուղատնտեսությունը ավելի մեծ տեղ զբաղեցնի Հայաստանի տնտեսության մեջ։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար, ուրեմն հարցի պատասխանը։ Գյուղատնտեսության մեջ 300,000 աշխատատեղերից մենք աշխատատեղերի ավելացում չենք նախատեսում, մենք նախատեսում ենք գյուղացիական տնտեսությունների շահույթների վերանայում, այսինքն որ գյուղացիական տնտեսությունները գյուղացիները վերջապես շահույթ ստանան, նորմալ շահույթ ստանան, մեր հիմնական խնդիրը դա է, ոչ թե ավելացումը աշխատատեղերի, քանի որ արդեն 300-ից 400,000 մարդ կիսազբաղված վիճակում է գյուղ ոլորտում, բայց չունի կայուն եկամուտ։ Մենք խնդիր ենք դրել ապահովել 300-ից 400,000 մարդու, ովքեր գյուղերում են, կայուն եկամուտ, որպեսզի մեր գյուղերը զարգանա։ Դա է մեր հիմնական նպատակը։ Քայլերի հաջորդականությունը լինելու է այնպես, որ գյուղացիները նախ պետք է եկամուտները ավելացնենք, հետո նոր զբաղվենք նաև վերամշակումով, բայց տարբեր շրջաններում մենք գիտենք, որ ժամանակի ընթացքում ունեցել ենք երկու ուղղություն։ Մարդիկ զբաղվել են գյուղատնտեսությամբ, բայց նաև աշխատել են գործարաններում, որպեսզի իրենց տան հացը ապահովեն եւ նաև որպես հավելյալ եկամուտ։ Այդ նույն խնդիրը, այդ նույն հարցը մենք ունենալու ենք շրջաններում, լինելու են գործարաններ, որտեղ մարդիկ աշխատեն, իսկ սեզոնի ժամանակ ունենալու են արձակուրդներ, որպեսզի զբաղվեն գյուղատնտեսական աշխատանքներով։ Սա կբազմապատկի եկամուտները գյուղերի եւ սա է միակ ճանապարհը, որ գյուղերը ապրեն, որ գյուղերը չդատարկվեն։ Մերի Մանուկյան 24 News, պարոն Կարապետյան, դուք ձեր տնտեսական քաղաքականությունն եք ներկայացնում, թե ինչպես են բարելավելու գյուղացիները, ինչ աշխատանք կարող են ունենալ, բայց մեկ քաղաքական հարց այդուհանդերձ չեմ կարող չտալ, որովհետև խոսում են ընդհանրապես ուժեղ Հայաստան կուսակցությունը չգրանցելու եւ ընտրություններին թույլ չտալ մասնակցելու, քանի որ սա ձեր քաղաքական ծրագիրն է, դուք պետք է ընտրվեք, դառնաք կառավարություն, որպեսզի կարողանաք իրականացնել այս ծրագրերը։ Դուք այս պայմաններում ինչպես եք պատկերացնում եւ ընդհանրապես այդ խոսակցությունների վերաբերյալ իշխանամերձ շրջանակներն են մասնավորապես նշում, որ ընդհանրապես պետք չէ թույլ տալ գրանցել եւ իրենք մասնակցեն ընտրություններին։ Շնորհակալություն։ Կարող են ընդհանրապես ժողովրդավարությունը չեղյալ հայտարարեն եւ իրենք հավաքվեն փոքրիկ խմբակով որոշեն թե ով է լինելու կամ նույն մարդը քանի անգամ է լինելու երկրի վարչապետ։ Կա ժողովրդավարություն կամ մարդկանց կարծիք, թող թույլ տան մարդիկ որոշում կայացնեն, այսինքն դա իրենց թույլ տալով կամ չտալով չէ, դա մեր սահմանադրությունով է։ Եթե ժողովրդավարությունը իրենց համար ինչ որ բան նշանակում է, եթե ինչ որ գոնե բազային բան նշանակում է, նրանք չեն գնա այդ քայլին, որովհետև Հայաստանի պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, երբ որ հիմնական ընդդիմադիր ուժին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։ Այդ իսկ պատճառով ես տեսնում եմ, որ դա լրիվ ուրիշ ճանապարհ կբացի Հայաստանի համար, կփակի Հայաստանի համար բազմաթիվ ճանապարհներ եւ Հայաստանը կթողի նույն շրջափուլի մեջ, այսինքն մենք կմնանք 2021 թվականի շրջափուլի մեջ։ Մեր երկրին նոր առաջնորդներ են պետք, որպեսզի այս իրավիճակից ելնեն։ Դուք նկատեցիք, երևի նկատում եք, որ մենք առաջարկում ենք ծրագրեր երկրի փոփոխության, մենք չենք առաջարկում ծրագրեր մարդկանց դեմքերի փոփոխության։ Եթե իրենք փոփոխությունը այս ինչ որ մենք ասել ենք արած լինեին, մեր կարիքը չէր լինի, մեր հասարակությունը պահանջը չէր զգա մեր։ Հիմա մեր հասարակությունը զգում է փոփոխության պահանջ, նոր առաջնորդության պահանջ։ Մենք կառաջարկենք հասարակությունը մեր ժողովուրդը թող որոշի։ Իրենք թող մեր ժողովրդի տեղը չորոշեն, 100,000-ավոր մարդկանց կարծիքի տեղը չորոշեն։ Վերադառնալով գյուղացիների